Թվում էր, այսօրը կարող էր լինել ամենաարևոտ օրը վերջին զանգ սերիալի պատմության մեջ։ Այն օրը, երբ վերջապես ճշմարտությունը դուրս կգար ստվերից, երբ ամեն բան կբացահայտվեր, երբ Աննան կիմանար այն, ինչ բոլորը վաղուց գիտեն։ Բայց ոչ։ Դեռ երկար է մեզ սպասվում այս փակուղիներում խարխափելը։ Էլիզը, ում վերջին շրջանում շատերը քննադատում էին, այսօր կարծես վճռական քայլ արեց։ Նա ուզում էր պատմել Աննային ճշմարտությունը։ Իսկ մենք էլ հավատացինք, որ հենց հիմա տեղի կունենա սպասված բացահայտումը։ Բայց ավաղ չհասցրեց։ Ինչ որ բան միշտ խանգարում է, եւ այդ մի խանգարող բանը կարծես հենց ճակատագիրն է։ Աննան, ով պիտի առաջին իսկ րոպեին հասկանար, որ իրեն մի կարևոր բան պետք է ասեն, մի պահ կարծես ընկնում է մոռացության մթնոլորտ։ Նա մոռանում է այն ակնարկներն ու կիսատ նախադասությունները, որոնցից հասկացվում էր, որ խոսքը մեծ գաղտնիքի մասին է։ Հիմա արդեն Էլիզն էլ գիտի ամեն ինչ։ Եվ ինչպես հաճախ լինում է, երբ հերթական մարդը իմանում է ճշմարտությունը, հույսը դնում ես նրա վրա։ Հիմա մեր ողջ սպասելիքը հենց Էլիզն է։ Միգուցե հենց նա լինի այն միակ մարդը, ով կհամարձակվի, կկոտրի շրջապատի լռության պատն ու վերջապես ամեն բան կասի Աննային ու Անգելինային։ Դա էլ դեռ ամենը չէ։ Ավելի վաղ այս ծանր ու կասկածելի գաղտնիքին հասու դարձան նաև Ավագն ու Վիկտորիան, եւ նրանց լռությունը ամենախորն ու ամենախիտն է։ Ավագը, ում մենք պատկերացնում էինք որպես խելամիտ ու արդարամիտ տղամարդ, իր լռությամբ ապացուցեց Միքայելի խոսքերի ճշմարտությունը։ Միքայելը ասել էր, որ նա էգոիստ է, երբեք չի համարձակվի ասել դստերը Անգելինային։ Ու հիմա, երբ այդ պահը եկել է, Ավագը ոչ միայն լռում է, այլև թույլ է տալիս, որ Վիկտորիան իր հերթին վերահսկի իրավիճակը։ Վիկտորիան, լինելով խանդոտ ու չափազանց սեփականատիրական բնավորության տեր, պարզապես չի պատրաստվում ընդունել այն, որ Անգելինայի կյանքում կա մի ուրիշ կին, ում նա այդքան խոր զգացմունքով կապված է։ Եթե պարզվեր, որ Անգելինայի կենսաբանական մայրը որևէ պատահական կին է, անհայտ անցյալով ու անծանոթ ներկայով, միգուցե Վիկտորիան այդքան կտրուկ չարձագանքեր։ Բայց հիմա երբ պարզ է դառնում, որ խոսքը Աննայի մասին է, այն նույն Աննային, ում Անգելինան երբեք չէր դադարել սիրել ու վստահել, Վիկտորիան պարզապես չի պատրաստվում ետ քաշվել։ Նա ամուսնին էլ կդարձնի իր դաշնակիցը լռության մեջ։ Ուստի, որքան էլ իրավիճակը անարդար է, որքան էլ ծավոտ է, իրականությունը այն է, որ այս պահին միայն մեկ մարդ է, ով կարող է խոսել, ով ունի եւ պատճառ, եւ հնարավորություն, եւ քաջություն ճշմարտությունը բացահայտելու, եւ դա Էլիզն է։ Նա միայնակ է մնացել իր որոշման մեջ, բայց նաև ազատ է։ Ու եթե նա իր քայլն անի, ապա պետք է սպասենք Հենրիի խիստ արձագանքին։ Շատ հնարավոր է նա չների Էլիզին ու նույնիսկ վռնդի նրան իրենց տնից։ Բայց դա կլինի հենց այն պահը, երբ սերիալում իսկապես ամեն ինչ կսկսի փոխվել։ Ու միգուցե վերջապես սկիզբ դրվի իրական արդարության։ Հարգելի հետևորդներ, գրեք ձեր կարծիքը, ով կասի ճշմարտությունը, Ավագը, թե Էլիզը։ Հղի եք, ասեք հղի ենք, ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը
չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը մեջ ճանաչում ա խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամենից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Ինդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրանց տան հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու այդ էլ ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскосвеш. Но он сказал, что нежная душа у меня стерва. Все бабы стервы. Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լյովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք այս տեսարանին ժողովուրդ։